Ողջույն ժողովուրդ ջան, ալբանքներս բոլորիդ մի քանի բառ զրուցենք, որովհետև ոնց որ կներեք ստատուս կամերան ուղղեմ, մի քանի բառ 3 թեմաների շրջանակում երևի թե համառոտ կստացվի, չգիտեմ, հասկացողին ինչպես ասում են, մեկ ասած չհասկացողին 1001, ես շատ գիտեմ, ով ոնց կարա այս ընթացքում փորձում է կայանա, փորձում են կայանան նենցները, ովքեր որ երբեք մեր աչքի առաջ չեն երևացել, անգամ իրենց բակում կայացած չեն եղել երևի թե այնուամենայնիվ 3 թեմաների շրջանակներում, որը ընդհանուր առմամբ նույն մի թեման է, շատ չգիտեմ ինչ չկա, եթե սա sense ընդհանրական sense մի կողմից նայում ես, մի այլ օբշի պլանով ռակուրսով նայում ես, նույն թեման է ստացվում, որովհետև պատերազմը քաղաքական դաշտում, ներքաղաքական ներհասանյան դաշտում, ով ոնց ուզում կռվում է, ով ինչ ուզում խոսում է, ընդ որում ով չի ուզում չի խոսում արհեստական բանականությունն է իր տեղը խոսում եւ այլն եւ այսպես շարունակ։ Նախ հանկարծ այսօր հարցումներ տարածվեցին, հարցումների արդյունքներ ավելի ճիշտ, թե ոնց է տաշիր սամոնը այսքան արհեստական բանականությունը առաջին պլանում, sense բան գոյություն չունի։ Եկեք մի հատ լսենք սա ու շարունակենք։ Ուրեմն մեկը լինելու է դա, մի անգամից ասեմ, մյուսը լինելու է Արման Թաթոյանի տավտոլոգիան եւ այն մյուսը սյուրպրիզ եկեք թողնենք, լավ։ Գնացինք։ Ուրեմն հարցումներ են արել եւ ամբողջ համացանցը ինչ ոնց են ասում, մեր աղբյուրների եւ պուլպուլակների համաձայն հարցնող բանը այսօր այս վիճակն է քաղաքական։ Եկեք միասին դիտենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին։ Արմատ մեդիային կարող եք շո բաժանորդագրվել, լսեք բարի խորհուրդս, վերջից սկսվեց բարձրապես։ Թարանական ընտրությունները կայանային հիմա Երևանում տարեկան երիտասարդների իշխանության ով կլինի հաջորդ վարչապետը։ Սամվել Կարապետյանն առաջատար է ամենաթարմ տվյալներով։ Մայրաքաղաքում 49% ընտրելու է ուժեղ Հայաստանի թեկնածուին։ Մինչդեռ իշխանությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 24%-ը։ Էվիրիկայի հարցումներով համապետական մակարդակով մարդկանց 35%-ն է պատրաստ ընտրել Սամվել Կարապետյանին։ Իշխանությանը 34%-ն է սատարում։ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 18%-ով առավելություն ունի 18-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում, 4%-ով 30-ից 49 տարեկանների շրջանում։ Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր ուժեղ Հայաստանի օգտին։ Իմացաք, եթե հենց հիմա լիներ ընտրություններ, այդպես պատկեր էինք ունենա։ Ուզում եք մի հատ էլ լսենք։ Ուրեմն այսօր առավոտյան գործի գնալուց նայում եմ մի երիտասարդ աղջիկ ոնց հասկացա ինքն էլ հաղորդաբար, ներողություն եթե տեղը չեմ բերում չեմ ճանաչում, տոնտիրը դա չի։ Երիտասարդների մոտ հարցում էր անում, ցույց էր տալիս Նարեկ Կարապետյանի նկարը, ուրեմն մի 10 հոգու ցույց տվեց, մենակ մեկը հասկացավ ինչի մասին է խոսքը, ոչ թե ճանաչեց, այլ հասկացավ ինչի մասին է խոսքը, մնացածը առհասարակ չէին ճանաչում։ Ուրեմն, այս վերջին հարցումները, որը որ միջազգային շատ լուրջ, տեսեք, միջազգային կազմակերպությունները կան այնտեղ հեղինակավոր կազմակերպություններ, իսկ հեղինակությունը ինչի վրա են հավաքում են իրանց արդյունավետությամբ, իրենց շեղման նվազագույն բանով, հա, ասենք կարող է 1-2% բան, որը որ նորմալ է, որովհետև հարցում ամբողջ հասարակությանը չեն հարցում, ասենք թե գրվում է հարցվել են այսքան մարդ, հարցվածների այսքան տոկոսը այսպես, այս հարցին պատասխանել են, այսպես, այն հարցին պատասխանել են, այնպես, սա միջազգային կառույցներ է։ Ու այս միջազգային կառույցների հարցումը ռուսական թևը, այն է Լևոն Քոչարյան, Սերժ, Նարեկ Կարապետյան, Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Գագիկ, մյուս, այս ռուսական թևը իհարկե ուներ ցածր արդյունքներ, բայց այնպես չէր որ ԿՊՆ-ն ուներ մի հատ լրջագույն բարձր արդյունք, էլի, բայց այնուամենայնիվ այս թևը մի հատ խառնվեց իրար, մի հատ գնաց այն աշխարհ հետ եկավ, մի հատ ներվայնացավ, բան, ինսուլտ, ցավ, ինչ պետք էր արվեց, ու երկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը կամ մյուսների հրապարակումները, որ այ եվրոպացիները արևմուտքը նրանք սատարում են, չգիտեմ, իհարկե սատարում են, հարցը դա չի, բայց նրանք երբեք չեն խառնում ներքաղաքական բաներին, իսկ այս միջազգային ինստիտուտները իրանց հեղինակությունը այնքան բարձր է, հենց դրա համար, որ իրանք չեն խափում գելափի նման, որ դա կապ չունի ով ում սատարում, իրանք հստակ ձևակերպում են հարցադրումները ու գնում են։ Ուրեմն այստեղ սրանք ինֆակտ մի հատ ստացան, ոնց թե մի րոպե ու տեղական չգիտեմ ինչ մի հատ վարձեցին, ուրեմն ես վստահաբար ձեզ ասեմ, Ժորժ, գրած կգամ, եթե հենց հիմա ունենամ $1 միլիոն, օրինակ, տանեմ այս հարցումը իրականացնողի պապային, այդ իրականացնողի պապան իր երեխին կասի, ոչ եմ գլի, որ 99% Գնել Սարգսյանն է լինելու վարչապետը։ Օրինակ, էլ չնայած Գնել Սարգսյանը вообще ընտրություններին հենց որ ոչ մի հայ չի ներկայացել։ Պատկերացնում եք, ու սրանք որպես այդ հարցը լուծեն, անես մի հատ բան են արել տեղական աղբյուրների հետ կապված, որտեղ որ 49%-ը զայնատալ
Ես այս հարցում իրականացնող տեղական մարմիններին ասում, դուք տեղյակ եք, որ ընտրություններից հետո էլ կյանք կա։ Ասենք, հավատում եք դուք ընտրությունների հետո կյանքին, թե ոչ։ Շատ խնդալու է։ Գիտեք, գոնե մի քիչ մրցակցություն դրեք, մի քիչ բան ես հասկանում եմ, որ շտապում եք, որովհետև շեֆը վզներից դրել է, որովհետև դա հանկարծ մի բան փստած բոլորը ձեր գլխով եք պատասխանատու բառից ամբողջական իմաստով։ Հասկանում ենք դա։ Բայց մի շտապեք, դեռ 90 օր կա։ Կարող եք մի քիչ սենց անել, հետո մյուս անգամ մի քիչ ու հետո այս հարցումների մեջ, չէ՞ որ ես էլ ունեմ հեռախոսը համար, ինձ էլ հարցումների համար երբեմն զանգահարում եք։ Ու այդ զանգահարվածների մեջ ձեր հարցադրումներն այնպեսին են, օրինակ, պատկերացրեք։ Այսպեսի մի հատ հարց կարող է լինի։ Իսկ դուք կողմ եք, որպեսզի այսիշ մարդը դատվի։ Ո՞նց է կողմ եմ կամ դեմ եմ։ Ինչի՞ պետք է կողմ կամ դեմ լինեմ։ Չգիտեմ։ Օրինակ, բայց այնպես են հարցը իրենք ձևակերպում դասավորում, որպեսզի ինչ որ բան քաղեն, ինչ որ բան, որը կարող են համարել սատարում, որը կարող են համարել իրենց օգտին եւ այլն։ Ուստի այդ հարցումները շատ խնդալու են, ես չգիտեմ հիմա արժե այդքան խորանալ թե չէ այս թեմայով, սա առաջին թեմա է, ուսամ կարճ կկապենք, ամեն դեպքում նման բան գոյություն չունի։ Չնայած հանուն արդարության պետք է ասեմ հետեւյալը ժողովուրդ ջան։ Առհասարակ բոլոր ընտրությունները թե 18 թվականին, թե 21 թվականին 18 թվականին այդ հեղափոխական ֆոնին, 21-ին այդ շատ բարդ իրավիճակում, ես ինքս շատ խորքից լինելով ես ամեն ինչի մեջ, այո, պետք է ասեմ, որ Երևանում մի փոքր այլ է լինում պատկերը, քան մարզերում, որովհետև մարզերում մարդիկ շատ հիանալի հասկանում են ինչի ինչա, իսկ Երևանում բոլորը 10 ովքեկի մեջ են իրաց պետությունը, մեծամասամբ իրաց համար պետությունը երկրորդ պլանում է, իսկ առաջին պլանում իրենց հարմարավետությունն է, գործերը 10 ովքեկը, հարցերը, մարզերը, չգիտեմ, խուճուշ, մուճուշ, բուճուշ sense վիճակները։ Ու երբ որ ընտրությունների արդյունքները սկսում են հեռուստատեսությամբ ներկայացնել, երբ որ հասնում է Երևանին, իհարկե այդտեղ ահագին նվազում է։ Նախ մասնակցության թիվն է փոքրանում, եւ երկրորդ Երևանը ցավոք առաջվա Երևանը չի։ Եվ Երևանում են ապրում հարգանքներս մեր պետությունն է, որտեղ որ ուզի կապրի, բայց հիմնականում Երևանում տեղավորված են հատկապես կենտրոնում նրանք, ովքեր որ կարողացել են կենտրոնցիների մեծամասնությանը վտարել այնտեղից։ Մի խոսքով, Երևանում պատկերը այլ լինում է, բայց չի կարող այս խնդալու մակարդակը լինի 49%։ Կներեք, Երևանում մասնակցությունը անգամ շատ դժվար ասել թե 49% կլինի, որ մնաց թե 49%-ը պատրաստակամություն հայտնի, ձայնը տա մեկին, ով արհեստական բանականության միջոցով է միայն դիմում երևանցիների խելքները չեն գցել, չէ՞, դիմում ժողովրդին։ Այն մյուսներն էլ փորձում են ընդամենը 5 հատ քայլ ներկայացնելով ինչ որ բաներ խոսան, այդ 5 հատ քայլի 4 հատը հարցականի տակ է, մեկն ես արդեն կլինի մի ամիս հրավիրում եմ մեր տաղավար նրանց, որպեսզի այդ մի հատի շուրջ գոնե խոսենք, մեկը չեն գալիս, փախած են։ Սա անոմալիան է, էլի իրականության մեջ։ Լավ, սա անցնենք։ Հիմա ես առաջարկում եմ անդրադառնանք մի թեմայի, Սերժի թևերից մեկը կամ ես մի փոքր այլ կերպ կձևակերպեի, բայց ավեզ չունեմ այսօր, մի քիչ ուզում եմ համառոտ կապեմ, էլի, եթերը ժողովուրդ ջան, հազար ներողություն։ Ուրեմն մյուսը վերաբերվում է Արման Թաթոյանին, Սերժի այդ խոչուչներից մեկը, ով Google Earth-ով ինչ որ քարտեզներ էր քաշել, Google Earth-ը ինքը вообще-то ոնց ասեմ, այդքան էլ լուրջ չի, իհարկե ընդհանրական բան գործածության համար հարմար է, բայց այդ ճշգրտության համար բացարձական հարմար է։ Google Earth-ով քարտեզներ էր քաշել, թե բա տեսեք, այս հատվածը ադրբեջանցիների ոնց են ասում, երկու բան են խառնում, որ սիրուն բառեր խառնում էին իրար, որպեսզի մարդիկ չհասկանան։ Ադրբեջանցիների վերահսկողության տակ է, հետո շարունակում են թե այսիշ բանը դիտարկման տակ է։ Ադրբեջանցիների վերահսկողության տակ չի նախ եւ վերահսկողությունն ու դիտարկման տակ լինելը, վերահսկողության տակ լինել ու դիտարկման տակ լինել, դրանք տարբեր բաներ են։ Վերահսկողությունը հերրից նայելը չի, վերահսկողությունը կոնկրետ վերահսկողություն է։ Դիտարկումն է, սրանք տարբեր բառեր են, մանավանդ այս իմաստով իրանք շատ լուրջ ձևով են բանանում էլ, եթե կենցաղային խոսակցություն չի, որ մի բառը մյուս բառի հետ խառնես, մեկը մարդիկ միտքը հասկանան։ Միտքը հասկանալով չի այստեղ, հիմնավորումներով ու լուրջ ձևով։ Առավել ևս, երբ որ հարցը վերաբերվում է մեր սահմաններին։ Այս Թաթոյանը այդ բաները, քարտեզները քաշել էր, նստել էր, ցույց էր տալիս, տեսեք, այստեղ ադրբեջանցի զոդում, սոտքում ինչ որ
դիրքեր առաջխաղացում են գրանցել, այստեղից դիտարկման տակ է եւ վերահսկողության տակ է, մյուսներից չգիտեմ ինչ, նախ ուշեմ Թաթոյանին, որ դիտարկում, վերահսկողություն բառերը պետք է մի քիչ զգուշորեն օգտագործել, որովհետեւ այն փխրուն խաղաղությունը, որը առայժմ կա ու վստահաբար կշարունակվի վերջնական խաղաղություն հաստատելու համար, պետք է դիտարկումը խառնել ռազմական իրավիճակում գտնվող երկրների միջև դիտարկման հետ, որովհետեւ այլ բան է, երբ որ դուք ռազմական իրավիճակներում գտնվող պետություններ եք, հարաբերությունները շատ սուր են ու միջպետական միակ ճանապարհ որևիցե մեկի դիտարկման տակ է, մի բան է, երբ որ գնում ես դու խաղաղության ու այն մյուսի մոտից երևում է այս ինչ բան է, դրանք տարբեր բաներ են։ Եվ երկրորդ վերահսկողությունը առհասարակ այլ բան է։ Եկեք այդ վերահսկողություն բառը ինչքան կարաք մի օգտագործեք, որովհետև ավելի խնդալու եք դառնում։ Ես հասկանում եմ, որ Թաթոյանի համար կապ չունի, ինչ որ մի մուտիլով կանի, մեկը բառերին կարատեր չկանգնի, որովհետև իր խնդիրը այն չի, որ որևիցե մեկը իր ասածները լուրջ ընկալի, իր խնդիրն է, որ որևիցե մեկը գոնե իր ասածները հերկի, որովհետև ինքը դառնա ինչ որ լուրջ եսի մեջ։ Չնայած լուրջ բան Թաթոյանից չի կարող ստացվի, որովհետև մարդկանց իրավունքները իր մարդու իրավունքների պաշտպան լինելու ժամանակ ինչքան հնարավոր էր ոտնահարվել է ու ինքը իր կառույցը չի կարողացել կառավարի։ Այնուամենայնիվ աշխարհի աչքին ցույց տալու համար ձգել են նրան յոլա են տարել, այսպես ասած, որպեսզի գոնե ցույց տան, որ լավ, մեր միպը միակ միպն է, առաջին միպն է, որ իր սրոտը լրիվ աշխատեց։ Հիմա ես ուզում եմ Արման Թաթոյանի ներկայացրած այդ դիրքերի հետ կապված մարդ, ով երբեք ոչ զորավարժությունների մասնակցել, դե ինքը մտածել է, որ իր արյունը ավելի կապույտ է, ինքը ավելի ազնվարյուն ցեղից է, քան մենք բոլորս միասին վերցրած։ Ինքը որոշել է, որ ոչինչ թող բոլորը զոհվեն, բայց այստեղ ինքը կարևոր ուղեղ է, որը պիտի ողջ մնա եւ կառավարի այդ ավերատների վրա։ Չգիտեմ, ամեն դեպքում ինքը շրջել է կոստյում գալստուկով այն ժամանակ, երբ որ տղերքը շրջում էին ինչով պատայի, մենակ թե դիրքերը անսասան պահեն, բայց այս մարդը եկել է ու հանկարծ մի քանի տարի անց ինչ որ բաներ բացահայտել, որը հերկվում է պաշտոնապես այս հետեւյալ տեսանյութի շնորհիվ, խնդրեմ։ Սոտքի հանքավայրի եւ կուտ բնակավայրի եւ հարակի կներեք դնեմ սկզբից։ հանրային գործիչներ եւ լրատվամիջոցներ կեղծ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության իշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս կեղծ շրջանառում Ներողություն ժողովուրդ ջան, ներողություն, այստեղ մեկ հայտնվել է։ Այ դնելիք, ինչ ես խոսում, ինչի մասին, դու մտածի, որ այս քֆուր գնան, դու որն ես մտնելու, որ էլի քֆուր, լսի արայք, օրնիկի ճուտ, էսի ձեր տունը չի, որ քֆուրով մտել ես, եզի վաստակ, դու որ մտել ես, ստեղ քֆուրով խոսալուց որևիցե մեկին տեսել ես, դու որ մամմայիդ տենում ես, տուն ես գնում, մամմայիդ հետ հանդիպում ես, ձեր օջախի մեջ դուք քֆուրով եք խոսում, ետիմի ծնունդ արա, այ պատահական ցրտված չափարի վրի խլին կարա։ Ես մտածելու բան չունեմ, թե ով ուր կգնա, ես միշտ ընդեղ եմ, որտեղ որ պիտի լինեմ, այ հորդ ղաֆին դնեմ, բջի ծնունդ։ Դու ես ինձ ասում, ես ինչը ոնց որտեղ երբ արա, դու արա ցեղովը ցախ ցեղիդ կդնեմ անես ման կտամ իմ սեփական տրանսպորտով, ազգուտակով չեք հասնի գլուխներդ բարձրացնեք արա, ով է քեզ ղրգե, մամմա խորհուրդ տվես տեղ մտես, թե պապա, այ բջի բալա։ Կետաս մամմայի բանը գիտե, ձեր ընտանիքում սենց կխոսած, այ եսա ձեր սորտը հակնելու է վալին, հակած է կլնելու սաղդ, այ ապիշնիկ լրպի բալեք։ Կուզեք բան խոսակ արա, բան եք խոսում, էսի ձեր տունը չի, որ որդ ոնց հասնի խոսակ, բան եք խոսում, հարց ունեք, ինչ-որ բանի հետ համաձայն չեք, նորմալ գրեք արա, նորմալ խոսալ սովորեք, այ դոգի զավակներ արա, դոգը ու ձեր հերը միտեղ կնել են, բայց ձեր մերն է ձեզ ծրտել, այ ես եք դուք արա, եղա պորնիկի վաստակներ արա, ստեղ չամտեք կպուր չգրեք, էսի ձեր պապայի դուքյանը չի, ստեղ հազար տեսակ մարդիկան ու մենք փորձում ենք նորմալ զրուցել, եթե ինչ-որ բանի հետ համաձայն չես, անհամաձայնությունը, այս ուղեղդ բջի վաստակ, խոդի տուր, անհամաձայնությունը հայտնի, ոչ թե մտի քֆուր գրի, քֆուր կետաս մամմայիդ կտաս, օջախիդ էքեղենին կտաս, խոսակցությունների շիրիմների վրա կկանգնես ու քֆուր կտաս, եղավ ալ դաստիրակ պորնիկի վաստակ։ Սաղը դու, Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Շերջը, Տեր-Պետրոսյան Լևոնը, Տաշիր Սամոտ, այս սաղը տեսեք արա։ Ու այդ սաղատ առատ է դուք լինելու եք ինչ-որ ձև ես երկրում ձեզ լավ եք զգալու այսու հետ, դուք երբ եք արա, երբ եք, դուք բջի ծնու, բջի վաստակ եք, ձեր սորտը պիտի չորն է արա, ձեր հակապետական լավը մխելու եմ անձամբ ես արա, հասկում մխել եմ, ինչքան մխել եմ, հայեն մխելու եմ, հասկացար արա, դե դավայ փախակը ստուց վաբշե, պորնիկի բջերին նայել է, միամիտ ծրտվել արա, գնացել են աբորտ անելու ձեզի,
Աբո մամաների մնդիկներից հալը չեն թափե քացել են միան արևի լույսի տակ աճել մարդ եք դարել արա բջի վաստակներ եկել եք ստե կապուրով եք խոսում արա եթե նա թե չէ ինքան կապուր կտամ արա մամայիդ մեջքի ջուջու բոլոզի ծարկաճի արա ցեղովը հանդերձ ժողովրդովը քո ազգանունի յանով հանդերձ արա հասկացար արա տուֆտա պորրիկի վաստակներ ով ես դու արա ով եք դու բավշած ցեղով ազգուտակով լի ծածատեն ամարա Փախած համբալի պետություն ծախող սարփապի սպորնիկի վաստակներ ստեղած հասաբարտեն արա պետություն ծախող ճորտամի պուծինի ֆունցիկներ արա պուծինի տա մանդաբուշկ եք արա համբալներ թուղթու գրիչը տան ձեմերս ցեղովդ հանդերձ մեծ պետություն բառը չես կարա նես գրես մեջը տարած խալչելնի արա դուք եկել եք ստեղ բան եք խոսում արա կետած մամայիդ մոտը տենց կխոսած բջի ծանունդ արա Եթե մի վաստակներ, պրաշման դովկեքին նայել է, կետած Նարեկ Կարապետյանիդ մոտը տենց կխոսասար է, ու սրանից հետո որևից է մեկատ, ես ետերում հանգած մեկատ կապուրով մտակ բան գրելու, սաղիտ մամաներին կհանեմ տրս, բջի բալ է կարա իսկականից, կարող ակի, այնքան կասեմ արա, այնքան կասա ձեր մամաները թազուս կհղիանան, խոսքով մենակ զրույց կհղիանան արա, կլիմաքս, մլիմաքս էլ չեն նայի, կհղիանան այնքան կասեմ արա, Ոչխարից ծանոթներին նայել է, իրաց դրել են մի եսիմ ինչի տեղ եկել սատանի մայրեն կանդրբազ, ընդ որում ոչ թե մենակ կասեմ, թող կամ կանեմ էլ արա, ասեմ ավելին արածել ունեմ արա, սաղիտ մամաներին արած ունեմ, կուզեք նորմալ խոսակ, կգաք խոսակ, չէ, արած վեշնի ունեմ, համբալից ծանոթներ արա, երկու հատ պուլյա կողները գրգմփանեն արա, քակետ տակներդ, կնգդիկիտ նվեր կտակ թուրքերից սիկտի կլնեք, մի հատ սամալյոտի տոմսի մար, ձեր կնանիքին մամաներին կթողեք թուրքի դեմը կպաղնեք արա, եկել եք ստեղ եսի չերեք, գիտե որ միտումնավոր են շեղում, բայց սրանք պիտի մնան ու ամեն մեկը վաղը գրողը պիտի իմանա, այսօրվա ետերը պիտի նայի, վաղվա գրողը, իմանա որ իր մամային էլ է էդի վերաբերում Համբալներ, կարող եք գիտեք կաշկադվածությունս պիտի, շահագործում են իմ կաշկադվածությունը, որ դասյակությունը թուրք չտա, են իմ ուզած կապուրներից տամ, մի հատ իրաց ցեղի հասցեին, այդ են շահագործում, համբալներ, պապայիդ մոտ ես տեսմել, պապատ քեզ ինչ արե, ծնվելուց հետ քեզ ինչ արե, օրորելա, գրկելա, թե դրելա, իմի ասել է հա, ձեր ցեղը ձեր տան մեջ ոնց անտուված ապրելը վաբշե, ով ու որտե բռնի, որ շավին բռնին, հա, Համբալներ Տուվտեքին ուզում ես կապուրով խոսա կապուրով սաղիտ հետ ենքան կխոսամ արա ընդ որում առած նայելու դու ես թե ռեալ մարդիկ են բաներից քաղաքական ես ինչի բրից գործիչ իրաց հրճակած պորնիկի վաստակներից ենքան կասեմ անուններդ կդնեմ կասեմ արա Համբալի վաստակներին նայել է կետակ սրանից հետո էստեղ չատում ով կապուր գրելուց լինի թող նախ և առաջ հասկանա որ իրա մամայի մոտ կարա գնա իրա կապուրը տա կգնակ տալ կգնաս տալ կգնա տուր Չէ այստեղ եթերա, զրուցում ենք, կարաս զրուցի, չէ այ բալա բեկարա, կմտես նորմալ բան կգրես, չէ սիկտիր եղի նապիկ։ Այդքան ասելու բանները, այնքան ստեղները չորցա, ստեղը հանացա, սպերմատազոիդ ա դրած, իրաց ուղեղի տեղը, սպերմատազոիդ ա լծրել դոգը, իրաց հերը չէ, դոգը, գիտեն իրաց արա, տիկտոկյան սեպական օջախի, Եթերներն են, կարան իրանք իրաց բալեկի մոտ, բալեկը մերերի մոտ, մերերը գերեզմանների վրա, ինչ ուզեն խոսան արա։ Թուրք եք արա, թե ինչ եք դուք արա։ Սկի թուրքը տենցը չի արա, դաժա համոտա, որ թուրքերին էտես բան ասեմ արա։ Եթե մի բասակ, պետությանդ սամանների մասին եմ խոսում, այդ պորրիկի ծնունդ, կեզ հետաքրքիր չի, որ մտել ես կապուր ես գրում արա։ Բան ունես այս սրաբրով, բան ունես ասելու արա, ձեր տեսակը, ձեր սորթը, որ Հայաստանի Հանրապետությունում 20-25% ա կազմում, այդ պորրիկի սերունդներ, բան ունեք ստեղ սրաբրով ասելու, թե չէ, ունեք ասելու ասը, չէ սիկտիր եղեք նապիկ արա, քելեք մերրեք, ամբալներ, ձեր տեղը հազարատ լավ տեղը ա մերրը, դուք մերրն եք ձեր ցեղով հանդեց, վապշե ֆանդխներից չերնի արա։ Իշ լուսի պես տեղը գնացի զովան հանուն ես պետության, իշ պորրիկի բալեկեն ես պետության մեջ ես պետության օտը շնչում արա։ Ձեր համար բջի ծանոթ, բջի բալա, քո համար այս գրացիդ համար մարդ զովել արա։ Դու ու պատասխանատվություն բառը գիտեք ինչ արա, բաբշե։ Անդասիրակ ագարկի վաստակներ դարմիզ, հազար ներողություն ժողովուրդ ջան, հազար ներողություն, ես խնդրում եմ հազար ներողություն,
Պրոստը իսկապ ես չեմ կարող բացեմ իմ սա այն ինչ որ սարտից հենց իմի գալիս է հարգելով ձեզ բնականաբար ու վստահաբար շատերը դեռ կարող է ձայնով լսում եք ձեր տանիժը 1000 ներողություն բոլորին այս դուրրակ կոնչնի դուրրակները ումոց վրա իրաց հարևանը կյանքում չի խնչել դաժե ասել է ափսոս է կայնեցի խնչել չպրտեմ էյան դաժե չի թքել իրանց վրա Շատ է դուրս են եկել հայատում բարևտավոժ չի եղել, միզել են իրաց պարանոցին, իրանք եկել են ստեղ, քանի դեմքներ չի երևում, որոշել են կայանան, մտել են քֆուր են գրով, են ռուս են տար, այ համարի վաստակ, կգան քո մայլի մեջը, մամայիդ ներկայությամբ, են օրը կտնեմ քեզ ու քո սորթին բաբշե, բջի բալեք, ազգուտակիտ էտ օրը կդնեմ, ազգուտակից, այստեղ խոսում ենք սահմանի վրով մուտիլովկից, այն ցեղիդ մլնեմ, այս մուտիլովկետ, քո հեսպետ, արա այս ամեն ինչ, արա ոնց ասես, արա սրանց, չեն հասկնալու, յոբնուտի են, չեն հասկնալու։ Ներվայնացած եմ գորում եմ, Արտուր ջան, կարող է նորից մի հատ չէր շորկել ինչի մասին է, բայց ներվայնացած կարա։ Խոսում ենք մեր պետությունից, ոչ խոսում ենք անձամբ իմ պետությունից, ոչ խոսում ենք անձամբ որևիցե մեկի պետությունից։ Ջոգում ես Արչան։ Խոսում ենք մեր բոլորից, իմ, քո այդ բջի բալի, այն պոռնիկի վաստակի, այն գիտնականի, այն մի բեսի, բոլորից պետությունից, ով է ինչ է։ Բայց մեր պետությունն է։ Խոսում ենք մեր պետությունից, իր անվտանգային սիստեմից, սահմաններից, տարածված մուտիլովկից, բանից, պաշտոնական տեղեկատվությունից։ Ջոգում եք ախպեր ջան։ Խոսում ենք սրանից, մեկը մտել է խառնել է սաղ իրար։ Ագենտներ պրիտոմ են բջի բալեկի ագենտներ, են բջի բալեկի, են բանակից պախած նարեկների ագենտնա, են արեստական բանականությունով սեփական հայերեն բառ ու բան չի մատող Սամվել Կարապետյանի ագենտն է, տո Դոդի Գագոների ագենտներն են, տո թուրքի Վաստակ Քոչարյանի ագենտներն են, տո բանակի արունը խմած, զինվորականների արունը խմած Սերժ Սարգսյանի ագենտներն, բա իհարկե ագենտ են։ Իրանք ուզում են իրաց մասին էլ նայեք, ժողովուրդ, ասես մի հատ բան կա։ Եթե մարդը ուղիղ տեղը մի հատ քֆուր է տալիս, դրանով ասում է ինձ կրվեք։ Ասում ախպեր, ես բացեմ քֆուրի մակարդակով։ Ջոգիկ, դու պատկերացնում եք կարա այսով են սրանք։ Այս մակարդակով եկել են, ասում են գիտեք հարցումները ցույց են տվել, բայց գիտեք հեսա դուք տեսեք հեսա ինչ եք, դուք ով եք ինչ անեք արա, դուք գնացեք ձեր մերերին հասցրեք ստեղից պասրեք, ալամ աշխարհը հեսա թքելու է իրաց երեսին արա։ Որ ձեր նման բջի բալեք են ցարտակացել ջանների սարա։ Հետո հարցնում եք ոնց է եղել պետականություն են կորցրել, այս շատ են ժամանակ 700 տարի առաջ տեխնոլոգիա չեղել, բայց սենց բջի թուլլեկ է եղել են հո։ Այո, հենց ռուսներից եկած են սրանք։ Լսել են, որ ռուսները խոսքի մեջ ասում են յոպ տվայու մաց։ Ну, բան, էսյան է, իրանց հեշպես, մաման ընդեղ տրախայեց, я лучше подожду во дворе, բան, սենց բաներ են տեսել, եկել են փորձում են այստեղ մոդա դարձնել իրանց այլասերված կյանքը։ Համբալի վաստակներ արա։ Համած զուստ է, այն ինչը որ ես մեկ-մեկ ցույց եմ տալիս, ես այդ պահին ինձ հազիվ եմ իմ մտքով մի միլիարդ հատ քֆուր կարա անցնի, բայց ես ինձ բան եմ պահում, փորձում եմ քաղաքակիրթ ձևով մեկնաբանություններ անենք։ Եթե ձեզ թվում է, թե օրինակ Ագնես Ախամոյանը Երեք Քոչարյանին արդարացնելուց աշխարհի քֆուրը չի վաստակել, սխալվում եք։ Եթե դրանից առաջ ձեզ թվում է, թե այն բանը Նարեկը կարաբի աշխարհի քֆուրը չի վաստակել, սխալվում եք։ Եթե ձեզ թվում է Քոչարյանից երբ որ մեկնաբանում եք, ասեք տեսեք ինչ ասել, աշխարհի քֆուրը չի վաստակել, սխալվում եք։ Վաստակել են բոլորը, որովհետև ժողովրդի հարումն են խմել, որովհետև իմ կյանքն ու իմ ապագան են ինձ խլել։ Բայց փորձում են քաղաքակիրթ ձևով ներկայացնել, զրուցել, ըմբռնել, այդ բջի վաստակներ, որ մտնում է արա Համբալի ծնունդներինն է, դուք եք փախած ու կորած, արա, դուք ձեր սորթով հանդերձ եք փախած ու կորած, ոչ դեմքներդ գիտենք, ոչ տեղներդ գիտեք, իմ թե դեմքը, իմ թե տեղը, տեղերը, սենց ասեմ, աշխարհը գիտի արա։ Այն մեկն էլ գրել է միտեղ, գրել է, մենք նրան ուզում ենք տենայինք, ինքը, բայց կգնար քաղմաս, դրա համար, բան, նայ, այն մյուս տետակը լուրջ ես ասում, հա, հորս արը, սենց բաներ են խոսում իրանք իրանից, ու սաղ ֆեյք, սաղ, որովից ֆեյք էլ կարողա չեն, ազնական էջա, բայց դեմք էլ չկա, նրա մտել եմ ասում արա, մետել եմ մեկը դեմքրիտ բաց եք արա, հլը եկեք հասեք ինձ, մատ ձեր դեմքով խոսացեք, ձեր դեմքով, մի կակեք տակներդ, ձեր դեմքով խոսացեք նավդը, հետո նոր տնենք հլը ինչ եք խոսում,
Նախ դե մի հատ ջոգենք ով է խոսում։ Հետո ջոգենք ինչ է խոսում։ Պիտակ տվին փախան արա։ Հետո հորս արև ինձ բլոկին։ Ինչ է իրանք մի երկու բառ պատասխանեցին։ Ու սրանք հելեր են մենք ուժեղներս մենք բան կռելը բանը սենց բաներ են անում։ Այ ֆունցիկներ արա։ Ֆունցիկներ։ Այ խալխի տակը պարկած ճորտեր։ Դուք ո՞ց կարա ինչ որ ձեզնից ինչ որ բան ներկայացնեք։ Եթե եղել է մի հատ ժամանակահատված, որ կարող է փորձել եք ձեզնից բան ներկայացնեք, դա եղել է նրա համար որ պետությունը դարձրած եք եղել պետությունը նույնպես հարմարացրել եք ձեր մտածելակերպին։ Ձեր մտածելա ու մեկը եղել են ուժեղ տղեր, ովքեր ձեզ ասել են սիկտիր ու դուք սիկտիր եք եղել։ По-любому, итогом, թեմայի միջից սիկտիրը լողը հրապարակային, պուբլիչնի, դուք եք եղել արա։ Դուք մի եկել եք, այստեղ մտել չաթի մեջ քֆուր եք գրում, այ ձեր նանը նեդեմ արա, քֆուր եք գրում չաթի մեջ արա, ձեր տուն եք մտել արա։ Ես էլի եմ ասում, ստեղ ուրա մեր ընկերը, նոր աչքովս ընկավ ստեղա, 1000 ներողություն ժողովուրդ ջան, հեսա վերադառնանք մեր թեմային, էսի կարևոր զրույցներ է, Շիրակ ջան, հարգանքներս, Շիրակը մի քանի օր առաջվա իմ եթերներին իմ խոսույթին դեմ է եղել, չէ, Շիրակ ջան, ասա որ ճիշտ եմ հիշում, մարդը իրա կարծիքը կուլտուրական ներկայացրել արա, մենք զրուցել ենք դրա մասին, փորձել եմ ներկայացնել ես իմ պատկերը, ես վստահ եմ, ինքը անեշի որ ինձ 100%-ով է վստահում, չէ, ինքը հիմա դիտում է, հետաքրքիր է, հարցադրումներ է անում, չէ, Շիրակ ջան, ճիշտ եմ հասկանում, զրուցում ենք արա, ով ասել որ մեկը պիտի բան ասի, մնացածը ասեն հա տենց է, տենց բան գոյություն չունի, մենք զրուցում ենք ստեղ, դու ով ես այդ պոռնիկի վաստակ, մեր այսքան զրույցի մեջ մտել ես քֆուր օգտագործելով արա, ասենք մերը դու մորքուրդ որ կոֆե են խմում, դու գալիս ես ինչ ես ասում, ասում ես բարև ձեզ ես ձեր ու տես քֆուր ես, ասենք ոնց ես դու վերաբերվում արա, մենակ Շիրակը չէ, ստեղ էլի շատ մարդիկ կան, ում ոնց է հակադրվելով ենք ծանոթացել, այս մարդիկ խոսում ենք, մարդը ասում է իսկ ես ախպեր սենց չեմ կարծում, սենց եմ կարծում, իսկ ինչ եթե օրինակ, ընդ որում ես էլ չեմ փորձում արդարանամ, որը որ գիտեմ ասում եմ, որը չգիտեմ ասում եմ, չգիտեմ, սենց կամ նենց, հանգալի վաստակներ արա, ինչ գործ ունեք մտել եք ստեղ, քֆուրով, կյանքներս կերակ արա, իմիջայլոց ասեմ, այս քֆուր օգտագործողների, այս քֆուրներով, այս ամեն ինչը խառնողների երեխեքը, ես ցավով եմ սա ասում, ցավով, բայց մեղք են այդ երեխեքը, այդ սաղ մնալու է իրանց երեխեքի վրա, այդ սաղ, լյուբոյ ձևով, ցանկացած ձևով մնալու է այնտեղ։ Հիմա վերադառնանք մեր հանրապետությանը, այն պորճի բալի ուղեղը քանի որ Թաթոյանը վստահաբար լվացած կլինի, բայց դրան լավ մոռանանք, եկեք սկզբից կանքեսենք։ Վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ եւ լրատվամիջոցներ կեղծ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության իշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև հասկացաք, չէ՞, այդ բաները իրավական հիմք չունեն, ունեն որոշակի շեղումներ եւ իրավական հիմք չունեն։ Դա ընդհանուր պատկերացում կազմելու մասին է։ Ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100,000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը։ Ուրեմն 1975 թվականի քարտեզները ամենահամուր իրավական հիմք ունեցող Վարդ Յան, խնդրում եմ, չգնանք, ես հեսա պիտի ձեզ հետ մի երկու բառ անդրադառնամ ձեր մեկնաբանությանը 1000 ներողություն։ Ուզում եմ որ այստեղ լինեք էլի։ Այս նյութը ավարտենք նոր։ Ուրեմն 1975 թվականի քարտեզներով վերջ սա բան, որովհետև ամենահամուր իրավական հիմքը դա ունի։ Առհասարակ մինչև սկսելը ասվում էր, որ մենք կառաջնորդվենք այն քարտեզներով,
որոնք որ ունեն ամենաամուր իրավական հիմք։ 1975 թվականի քարտեզներով են գնում։ Այդ Google Այստեղ տեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացած սահմանագիծը, որը ունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, ինչի մասին արդեն նշեցի, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են արել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը եւ մի րոպե, այսինքն ինչ է ստացվում, նայեք, այստեղ լավ էր։ Օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի կանաչը Google Earth-ն է, կապույտը այդ թաթոյանը ցույց տված է, իսկ կողքով սպիտակն է գնում, երևի տեսնում եք, այ ես։ զինված ուժերի Այդ դիրքը չի սպիտակին հատում Հայաստանի այսինքն իրանք իրաց տարածքում են։ սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ինչպես նաեւ շրջանառվում են մտահոգություններ, չնայած տարակուսել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատվել է խաղաղություն, հնչում են մտահոգություններ այն մասին, որ նշված դիրքը կարող է, այսպես ասած, վտանգ ներկայացնել Սոտքի հանքավայրի եւ Կուտ բնակավայրի եւ հարակից տարածքների վրա։ Նախ նշենք, որ նշված դիրքից Սոտքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կիլոմետր է, իսկ դեպի Կուտ բնակավայր ընկած հեռավորությունը 6.4 կիլոմետր։ Ավելին, Կուտ բնակավայրի եւ նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ արկա է լեռ կատարը 3000 ուղիղ դիտարկման տակ է, եկած Սարաբյանը։ Ոստի հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք հետևել բացառապես մասնագիտական մոտեցումներով հագեցած պաշտոնական տեղեկատվությանը եւ դուրս չտալ այն ապատեղեկատվությանը, որը հիմնված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների եւ ոչ պրոֆեսիոնալ տեսակետների վրա։ Շնորհակալություն շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Ուրեմն Թաթոյանը ինչ էր ասում, ինչ էին ասում, այսօր դուրս էին եկել ակցիա էին անում։ Իսկ այդ կատարի մասին ասել են, այդ որ դեմը լեռ կա, բան, ուղիղ նշանառություն էին ասում, դիտարկում են, ես ինչ էին ասում, 4 կիլոմետրի մասին ասել են, 4 կիլոմետր, նայեք։ Ուրեմն ասենք ավտոմատը 1.5 կիլոմետր է իր խոցելիությունը։ Կլորացած թվեր եմ ասում։ Այդ դիրքերը, որպեսզի 4 կիլոմետրը կարողանան անցկացնել իրանց գծելիքը, այնտեղ լուրջ տեխնիկա է արդեն սկսում օգտագործվել։ Այդ պարագայում նշանակում է, որ խաղաղության թեմա չկա, սպառազինվում ենք, որ հագնենք։ Բայց ախր, անգամ այդ տարածքում, անգամ այդ սահմանազատման արդյունքում մեր զինվորները ու Ադրբեջանի կողմի զորքերը, ԱԱԾ զորքերը, բանը, անգամ ավտոմատները առանց պարկուճների են։ Այսինքն դրանք փոխհամաձայնեցված են, հասկանում եք։ Հիմա այստեղ ասում են եկել են առաջ, Թաթոյան, տեսար որ խափում ես, այն մուտիլովշիկ, ու ես խափելու գնով, ժողովրդի նյարդերի վրա ազդելու գնով, երկու հատ էլ այսպես պորճի բալա ստեղարենք գցելով, ձեր սուտը ճիշտ չի դառնում։ Առավել եւս, երբ որ դու ինքդ երբեք այդ դիրքում չես եղել առանց կոստյումի։ Երբեք։ Դու ոչ մեկից լավ տղա չես։ Ոչ մեկից։ Ես էլ ոչ մեկից լավ տղա չեմ։ Այդ առումով։ Ուրեմն, երբ որ կգնաս զորավարժությունների կամ գնացած կլնես պաժիզնինի, էլի, ինչ որ մի օր։ Ես ինչ ուղեղի տերել չես ասենք լավ, սա մեր ուղեղն է, եկեք նրան պայենք տիկունքում։ Դու հելել ես դիրքի վրա մուտիլովկա ես անում։ Կեղծիք ես տարածում, դրա հաշվին քաղաքական դիվիդենդ ես շահում։ Քեզով Սերժ Սարգսյանն է այս խորհուրդը տվել։ Սա պաշտոնական տվյալ է, նայեք։ Ուրեմն սրանք փորձում են պաշտոնական տվյալ ասվածը էժանացնել ժողովուրդին։ Եվ իզուր չէ, որ ես մի 5 տարի շարունակ Թաթոյանը ներկայացել է բան, որպես վարչապետի տեխնացու լովյո ջան։ Ներկայացել է վարչապետի տեխնացու, ո՞վ թե չգիտեք ով։ Առաջվա միպներ Սերժի չտերից է։ Հելել էր ասում էր բանում, Սոտքում ադրբեջանցիները առաջ խաղացում են գրանցել անցյալ տարի հուլիս-օգոստոս ընկած հատվածներում ու բանա դիրքերը իրաց բարելավել են ու դիտարկման տակ ենք հանքերը առել են վերահսկողության տակ ասես բաներ էր խոսում ինչքան սիրուն բառ կար օգտագործում էր մենակ թե ուշադրություն գրավի էլի մի խոսքով Թաթոյան թե Թաթանով կարա լինի Թաթանով լավն է Թաթանովը ավելի լավն է ավելի լավ երբ որ քաղաքականության մեջ օգտագործվում է անվտանգության թեման ու դա օգտագործման նվաստացնելով ուրեմն Թաթանով լինի կարա լինի Վարջան եթե այստեղից ես մի բան վերադառնամ քո գրառմանը գրելից ես ձեզ որպես դերասան շատ եմ սիրել շնորհակալություն հարգելիս գիտես գնել ջան առաջին անգամ եմ մտել ձեր live-ը շատ եմ սիրում ձեզ այ շնորհակալություն լավ էր որ ասացիք ես ներողություն պիտի խնդրեմ ձեր առաջին մտնելու հետ ես մի փոքր նյարդայնացած էի նոր եմ մի քիչ հանգստացել վերադառնում էլի թեմային մեկը մտել էր իր
ոչ բարվոք մեղմ ասած ոչ բարոյական կերպարների ցույց դնում այստեղ մի փոքր այսօր հունից դուրս եմ եկել բայց միշտ չի դա տեղի ունենում շնորհակալություն հուսամ դեռելի ձեզ կհանդիպեմ այստեղ ուրեմն տեսեք պաշտոնական տեղեկատվությունը փորձում են ստվերել մշտապես այս 5 տարի ինչի համար են անընդհատ ասում այ Ալիևը էս ասեց այ Ալիևը են ասեց այս դրա համար որպեսզի մենք պաշտոնականը լուրջ չվերաբերվենք մտածենք որ այդ պաշտոնականը մեզ խաբելու համար է մեզ հանգստացնում են դրանով թոզ են փչում աշտարից որպեսի բայց պաշտոնականը դա այնա որ չի կարելի խաբել չի լինում այդ այտենց չի աշխատում բացարձակ երբեք որովհետև դա ցանկացած վարկյանի կարաստուգի իմիջայլոց երբ որ Թաթոյանը առաջին անգամ այդ նյութերը գցել էր դաշտ ես առաջարկ եմ արել ես մեր լուսաբանող շուշաթղթերին, ես այդ լրագրողներին, այդ տեսակ լրագրողներին լուսաբանող շուշաթուղթ եմ ասում, որովհետև իրանք մաշացնելու գործիք են, ոչ թե լրագրող։ Ես ասել եմ, ես պատրաստ եմ, մի հատ մեքենա ճարենք, իմ մեքենան փչացած է կանգնած է։ Մի հատ մեքենա ես կճարեմ, եկեք գնանք Թաթոյանի ասած դիրքը, նկարենք, լուսաբանենք, գանք։ Մինչև այսօր ոչ արձագանք կա, ոչ բան, բայց իհարկե ես էլ այն մեկը չեմ, որ ասել եմ, տենց իրանք իբր չեն նկատել, իրանք շատ էլ լավ նկատում են, որովհետև 1000 բաներ միշտ էլ նկատել լուսաբանել։ Մենք որ ու չեն գալու, որովհետև իրանք ձեռա տալիս է սուտը շարունակել առաջ տանել։ Իմիջայլոց ստեղ ես օրերս մի բան տեսա, շատ է նման թեմաները, բայց ես սրա վրա կենտրոնացա, որովհետև դարձյալ փորձում են նույն թեզերը առաջ տանել։ Իմի Արծուն Հովանեսյանի նկարն են դրել, թե բա հումոր են իրանց արևին անում, թե իբր Արծուն Հովանեսյանը կանգնած է, ուտակը գրած է, ես հիմա Նախիջևանի օդանավակայանում մնում եմ եւ այստեղ ոչ մի ռմբակոծություն չկա։ Իբր 44 օրյային Արծուն Հովանեսյանը ինչ ասել, սուտ է ասել, այդ տեսակ դրա համար էլ պարտվեցինք։ Ու վերևն էլ գրել են, հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Այս նրանով փորձում են բան անել։ Ազդեցությունը գցել, ահա ես այդ պատկերս ֆիքսել էի նկարել էի, դες ցույց տամ լով Հայաստան, ես իմ որևիցե մեկի հետույքից տրած լրատվական կայք։ Ուրեմն Արծուն Հովանեսյանը ժողովուրդ, եկեք ես ձեզ Ռասին Ավսիկ դա էլի։ Արծուն Հովանեսյանը ով ինչ կասի, ով սենց բաներ ասում, նա 44 օրյային կամ տեղում չի եղել, կամ իր ուղեղի տեղը թեպա լցրած։ Ես 44 օրյային ոչ միայն որպես մասնակից եմ եղել, այլ նաև շատ բաներ ինձ համար պիտի բարձրացի, որպես հետո կարողանայի ձեզ հետ խոսել։ Արծուն Հովանեսյանը 99% դեպքերում մշտապես ասել է այն, ինչ որ իրականում գոյություն ունի։ Իհարկե ժամանակակից պատերազմները մշտապես ուղեկցվում են բանով լրատվական տերորով կլինի, տեսեք հիմա Իսրայել Իրան էս հակամարտության ֆոնին, եթե ուշադիր լինեք, Իրանը ինչքան կարա իր ռոպագանդան անում, տեսեք այս հրթիռները, տեսեք այս քաղաքը խոցեցին, քաղաքը ինչքան հնարավոր է թույն նկարած ռակուրսից, նույնը փորձում անի Իսրայելը, բայց իրականությունը այս երկուսի ներկայացրածից շատ ավելի այլ է։ Հասկանում եք, պարզապես պատերազմում դա անհրաժեշտ է։ Եվ ես կարծում եմ, որևիցե իրանցի իսրայելական բանը նյութերը չի կիսում Իրանում եւ ավելի վստահ եմ որ իրանական նյութերն էլ որովհետեւ իսրայելացի Իսրայելում չի կիսում որովհետեւ նրանք շատ լավ հասկանում են թե դա ինչա ու ինչի մասին է որ դեպքում է աշխատում իսկ մենք ցավոք սրտի այսքան հազարամյակներով պատերազմներ տարած ժողովուրդ մինչև այսօր չենք հասկացել որ ադրբեջանցիների տարածած նյութերը մեր դաշտում չպիտի լինեն տիրույթում բայց պատերազմի թե ընթացքում թե հետո Ալիևի ամեն ապուշ արտահայտություն տարածվում էր հայկական տիրույթում ընդ որում իսկապես բառացիորեն ապուշ արտահայտություն ես իմ կյանքից մի քանի օրինակ բերել եմ պատերազմի դաշտից երբ որ օրինակ մենք Ֆիզուլիում նստած ենք Հայաստանում բոլորը գիտեն որ Ֆիզուլին հանձնված է իմ ընկերները իմ զինակից ընկերների ընկերները Երևանից զանգում են ախպեր դուք դե ուզում են իմանալ Ֆիզուլիում ենք բացում են Ֆիզուլին արդեն տվել են ախպեր Ֆիզուլիում ենք Ֆիզուլին երեք են գրավել առաջի օրն են գրավել գիտեք դրանք մեդիա տիրույթում աշխատող բաներ եւ Ալիևը դա օգտագործում էր մեր դուրռակության շնորհիվ նա ցույց էր տալիս որ օրինակ մենք արդեն գրավել ենք այսինչ գյուղը ինչ էին անում նա դիվերսիա ոնց չունի դե 3 հոգու անցնելը եթե պրոֆեսիոնալ դիվերսանտներ են դա բարդ ինչ որ բան չի անցնում էին Շիրակ ջան անցնում էին ինչ որ կերպ գալիս նկարվում են այդ գյուղի ուկազածելի մոտ այդ նկարը ուղարկում էին Բաքու Բաքվից տարածում են որ մենք արդեն այս գյուղն էլ գրավեցինք ստեղի մեր տեղական 5-րդ շարացությունը դա տարածում էր մեր իրականությունից որ տեսեք թուրքը մտել է այս գյուղը արդեն իսկ Արծուն Հարությունյանը ընդել ինչա խոսում հա բայց իրականում դեռ տենց բան չկա մեր ուժերը այնտեղ ու այսա աշխատացրեցին խոճապ առաջացրեցին մեր թիկունքում մեր
պսևդոգեներալիզետը իհարկե զբաղված էր լրիվ ուրիշ նպատակներով, որը որ վաղուց էր դեռևս սկսված 18 թվականը ըստ այդմ 16-ից առաջ էին տեղյակ, ես ձեզ ասեմ էլի 15 թվականից տեղյակ են եղել, որ պալյուբոմու լինելու է սա, ու պիտի կռվով հանձնվի։ Մի խոսքով, ու Արծրուն փորձեցին այստեղ դարձնել իբր ծաղրի առարկա, որը ես երբեք չեմ կարող թույլ տալ, ու ես իմ պարտն եմ համարում մշտապես ասել, որ նա հիանալի է ներկայացրել բրիֆինգներով եւ ամեն ինչով ես պատերազմից հետո նայել եմ, ուսումնասիրել եմ, թե ինքը այդ ընթացքում բոլորն են չէ, ժամանակ Արծրունի վրա հարձակվում, ես ուսումնասիրել եմ, իսկ Արծրունին դեռ ամսի 8-ին էլ հադրութում եմ տեսել, հոկտեմբերի 8-ին։ Ես ուսումնասիրել եմ ու տեսել եմ, որ իր ասածները հիմնականում 99 բաներ կա, ես չգիտեմ, կարող է հյուսիս-արևելյան հատվածում լինի, ես այնտեղ ներկա չեմ եղել, բայց որտեղ որ ես ներկա եմ եղել, նա մշտապես բարձվել է, որ շատ ճիշտ ներկայացրել է։ Բայց միևնույն է, սրանք 6 տարի անցել, փորձում են Արծրուն Հովհաննիսյանի բանով անվան վրա աշխատել։ Սրանք սրիկաներ։ Դե ոնց իմ անվան վրա են խաղում, ոնց մյուսի, հենց էլ Արծրունի։ Մի խոսքով, հուսամ միտքս սմբռնելի եղավ։ Եվ եւս մի նյութի անդրադառնանք ու եզրափակենք դրանով, չնայած ես այսօր որոշել եմ, որպեսզի մենք ավելի սփյուռքահայության հետ ինտերակտիվ խոստազրույց ունենանք, բայց թողնենք դա լավ, ոչինչ, վաղը, ուրեմն բայց չգիտեմ, սա հիմա գնանք թե մնա առանձին տեսանյութով։ Լավ, ես թող մնա առանձին տեսանյութով, քանի մեր ուզում եի ճիշտ ասած Էլիզաբեթին անդրադառնալ, բայց դա թող մնա վաղ առանձին տեսանյութով կանդրադառնալ։ Հիմա եկեք տեսնեմ, եթե ունենք այստեղ զարգացած խոսակցություն, փորձենք դրանց անդրադառնալ։ Գներ ջան, Վարդգոնզոյին ինչու են թույլ տալիս նկարանել տեղանքը, իսկ մեր լրագրողներին ոչ։ Տես Գայանե ջան, շատ լավ հարց է տալիս։ Ուրեմն նախ այդ հարցը հասկանալու համար մենք պետք է մտովի տեղափոխվենք 20 թվական, որովհետև ուրիշ բան է հիմա տեսնել, որ այո, Ռուսաստանը իրականում մեծ թիկունքից խփելու համար է, եւ ուրիշ բան է դա այդ պատկերացումը 20 թվականին, որը չկար։ Ինչ վերաբերում է այդ գյադին, ասեմ, որ նա Պրիգոժինի ուժերից էր, Պրիգոժինյան ներկայացուցիչ էր եւ FSB-ն էլ այդտեղ նստած էր, բայց ես հիշում եմ, երբ որ մի անգամ փորձեցին նրա մասին վատ բան խոսալ, ես ոչ թե վատ բան խոսալ նրա մասին, այլ այդ երևույթը դնել կասկածի տակ, ես հիշում եմ սվիններով էիք ինձ դիմավորում, հենց դու չէ, բայց մեր ժողովուրդը, որովհետև այդ այն շրջանն էր, որ մեր ժողովուրդը անգամ նրա համար հարցնոցու էր փնտրում, բայց նա լրիվ ուրիշ գործով էր այնտեղ բնականաբար, ուրեմն իմ ընկերներից մեկը, ով արտիքցի է, բայց 15-20 տարի ապրում էր Արցախում ու ցանկացած արցախցուց ավելի արցախցի էր, ով հիմի ցավոք արտերկրում է, ես կուզեի ինքը Հայաստանում լիներ, ես իրան նախ շատ կարոտում եմ եւ երկրորդ իր տեսակը ինձ շատ անհրաժեշտ է, բայց կյանքը իրան ընդեղ հասցրեց, իրան էլ էր պետք։ Ուրեմն իր հետ միշտ մշտական կապի մեջ էի, թե Ջաբրայելից, թե Հադրութից, թե Ֆիզուլից։ Ես գիտեի ինչա կատարվում, ինքը ինձ ներկայացնում էր։ Ինքը իր մեքենայով փորձում էր դրսից եկած լրագրողներին, ֆրանսիացի, իսրայելցի անգամ, ուկրաինացի, այս լրագրողներին փորձում էր մշտապես հասցնել առաջնագիծ լուսաբանելու համար, բայց միշտ չէր ստացվում ու ինչ որ մի պահի, երբ որ պատերազմից հետո էր խոսում ենք, ինքը այդ բանը բացահայտեց իմ համար, ասես գնել ջան, դες այդ Պրիգոժինի մասով դու այդքան ասում ես այս ու օրերով ամեն ինչ ասեց, դե օրերով մենք հասկանում ենք, որ օրը ինչ ա տեղի ունեցել, էլի։ Ասես ոչ մեկից չէին թողնում բարձրանանք առաջնագիծ, իրան թողնում էին, որովհետև նա FSB-ի ներկայացուցիչ էր։ Եվ իմիջայլոց ասեմ, որ այդ լակոտը շատ դեպքերում նաև այն Բագրատ Գալստանյանը որ կա, այն սրբազան պայքարի ջիհադիստներից, նրա հետ են իրանք այս կողմենքով ֆրֆրած են։ Ուրեմն նախ բոլորիս համար արդեն պարզ է, որ 44-օրյա պատերազմում ռուսները մեզ ծախել էին ու բնականաբար պետքա օգներ Պրիգոժինը ադրբեջանցիներին, իսկ քանի որ մենք մեդիա գրագիտությունից զուրկ ենք, այդ թեման աշխատում էր, մենք շատ ողջավորված էինք, բայց արի ուտես, որ Պրիգոժինը մեզ դիմելով իրականում ուրիշի համար էր նյութերը պատրաստում, այսինքն ցուցադրում էր մեր տեղանքը էսեն։ Իսկ ում պիտի թողնեին գնալ առաջնագիծ, ով գնար։ Ոչ մեկին, որովհետև այդ պատերազմում Ռուսաստանը արդեն որոշել էր, չէ՞ որ այդ պատերազմից անմիջապես հետո Շոյգուն ու Թուրքիայի արտգործնախարարը միասին համատեղ հայտարարություն արեցին, որ
իրենք հարավային Կովկասում հիանալի օպերացիան իրականացրել։ Ինչ է նշանակում հիանալի օպերացիան։ Դա նշանակում է մի քանի տարի աշխատել են դրա վրա։ Իսկ այդ մի քանի տարի աշխատելը նաև դրա արդյունքն է այդ Վարգոնզոյի գյադեն, մյուսը։ Ես ձեզ մի ուրիշ պատմություն կարող եմ պատմել, ու ես այդ մտքի հետ չեմ կարողանում քնել, անկեղծ եմ ասում։ Ես այս ամեն ինչը անգամ վարչապետի ներկայությամբ եմ բարձրացնել, բայց պատասխան չեմ ստացել, գիտեք ինչ ձևով։ Այն որ պատասխանը չի եղել ամբողջական։ Այդքանով ես պատասխան չեմ ստացել։ Ուրեմն առիթ եղավ, ես այստեղ գնացի նկարելու մի տիկնոջ Արցախից, ով ուներ մի պատմություն։ Այդ պատմության մասին ես լսել էի, բայց չէի գտնում իրենց։ Մի ընկերը օգնեց ինձ այդ հարցում, այդ նկարահանումը ինձ մոտ կա, ես դա չեմ տեղադրի, գոնե առայժմ հələ ժամանակ եմ խոսք տվել, որ կտեղադրեմ մենակ այն պարագայում, երբ որ Հայաստանի հետ կապված բոլոր անվտանգային հարցերը կլուծվեն։ Ու նա ինձ այդ պայմանով պատմեց այն ինչ որ մոտավորապես ես լսել էի։ Ուրեմն Հադրութի գյուղերից մեկում ցած մի հատ դեպք է տեղի ունենում։ Երբ որ ամբողջ գյուղը դատարկված է լինում, այնտեղ մի մարդ է մնացած լինում, տարիքով մարդ, ով այնքան էլ չի հասկացել, որ բոլորը արդեն գյուղից գնացել են, ինքն էլ երևի մի պահ եկել է ինչ-որ բան վերջացնի ու գնա։ Երբ որ դուրս է գալիս տան պատվալից, նկուղից, սեփական տան, էլի, դուրս է գալիս այն ժամանակ արդեն, որ երկու փոքր զորք մտնում է իրենց գյուղ, դեմ դիմաց է դուրս գալիս։ Ուրեմն մի խումբը լինում է ադրբեջանցիների խումբ, զինվորական, մյուս խումբը տարբերվում է ադրբեջանցիներից, այնպես չի, որ ազգությամբ ռուսներ են կամ սլավոնական արտաքինով են, բայց հաստատ ադրբեջանցի էլ չեն ու խոսում են ռուսերեն, ադրբեջաներեն չեն հասկանում։ Երբ որ իրան այս ադրբեջանցիները այդպես բռնում են բան, ուզում են խփեն, այս rank ասում են, իսկ խփում մեծ մարդ է, քաղաքացիականը թող գնա, կհասնի, չէ, էլի, եք Ալլահի առաջ չգիտեմ սրտներից ես ինչ վերցնում։ Այս մեկը որ ուզում է ադրբեջաներեն խոսա, այս հադրութի մարդն էլ է ուզում հետո ադրբեջաներեն խոսա, սրանք ստիպում են որ ռուսերեն խոսեն։ Մի խոսքով երկու խումբ են ադրբեջանական կողմից, այդ խմբերից մեկը ադրբեջաներեն չգիտեն։ Վերջ այս մարդուն թողում են գնա, այս մարդը մինչև գալիս է, հետո գալիս են Հայաստան, արդեն ինքը վատառողջ է լինում ու մահանում է, այդ դեպքը խիստ ազդած է լինում նաև իր առողջության վրա։ Ու այդ մարդը իր կինը պատմում է, ասում է իրա նման ռուսամետ մարդ չի եղել երևի աշխարհում, ասում է բայց ինչ եկել ենք անընդհատ ձեռներով գլուխը դնում էր ձեռների մեջ ու ասում էր որ ես չէի կարող պատկերացնել որ ռուսներն են այս սա սարքել։ Երևի էլի բաներ եղել։ Ես միջև այդ մարդուն ուզում էի տեսնել, որպեսզի ես իր պատմությունը նկարեի, ինքը արդեն մահանում է։ Ու արունը ջուր է դառնում այդ վախերը, այդ ապրումները։ Ու ես ստիպված կինոջը նկարեցի, կինը ամենայն մանրամասնությամբ արդեն պատմեց, իրանց ընտանիքից էլ երիտասարդ զոհեր կային արդեն պատերազմի հետ կապված։ Ուրեմն հետո ես անընդհատ մտածում էի, լավ, ովքեր կլինեն։ Կարող են լինել օրինակ սիրիացիները, ովքեր որ ռուսական թևի տակ Սիրիայում աշխատել են, հիմա եկել են այդ ահաբեկիչներից, բայց սիրիացիներին էլ տարբերելը դժվար չի։ Այս մարդները իր խոսքի մեջ ասած ա եղել, որ ոնց որ ավելի կովկասյանների երևի այդ տիպի ավելի ժողովուրդ է։ Հետո ես նախանցյալ տարի մի շատ կարևոր մարդու հետ զրուցելուց հասկացա, որ Պրիգոժինի, քանի որ այնտեղ մազեիկա հավաքվեց ինձ համար, քանի որ Պրիգոժինի ներկայացուցիչը Վարգոնզոյի ներկայությամբ այնտեղ է եղել, գումարած դրան Շոյգուն ասում է, որ իրենք այդ օպերացիայի մի կողմում են եղել, գումարած դրան իհարկե ռուսական բանակը այդտեղ ուղիղ չէր կարող ներկայություն բան ունենալ, դա չէր կարելի որ լիներ, բայց իրանք ունեն Պրիգոժինյան զորքը։ Իմիջայլոց այդ զորքի մեջ կա մի հատ ուտկին էր, ինչ էր, այդ որ նույն սամալյոտի մեջ գմբացին։ Այդ մարդը դեմ է եղել, ես այդ խոսակցությունը իմացա, որ այո, Պրիգոժինյան զորքերից այնտեղ ներկայություն է եղել, իսկ այդ ուտկինը ավելի հայամետ էր, ինքը դեմ էր այդ ամեն ինչին, էլի։ Բայց միևնույնն է, կա ինչ որ կա, այսինքն ռուսաստանյան նայոմնիկներ ինձ համար 100%-ով փաստա որ ներկա են եղել 100%-ով գումարած այն մյուս բաները որ ես գիտեմ ասես որ անալիզ եմ անում գումարում եմ իրար այլ բան չի լինում անգամ երբ որ հանում եմ չեմ գումարում այլ հանում եմ էլի այլ բան չի լինում հասկանում եք իսկ բայց այդտեղ մեր շրջանակներում ուրիշ բաներ էին տարածում ճիշտ է նենց ոնց որ հիմա են տարածում այն որ ասում եմ ինչով քոքը մաշացնել ինչով պիտի մաշացնել օրինակ չէ ինչով պիտի մաշացնել պիտի մաշացնեին մեդիա տիրույթով
ամենօրյա դեմոնիզացիաներով, նեգատիվներով ու իրանց հույսը են եղել, որ մենք մշտապես դա կուտենք, դա կվերցնենք որպես ճշմարտություն ու եթե չվերցնենք էլ որպես ճշմարտություն, եթե չընդունենք էլ միևնույնն է մեզ համար բացասական ազդելու դա եւ այդ բացասական տրամադրությունները ստեղծում են հանրային դեպրեսիա հասկանում եք դեպրեսիվ ժողովրդին շատ ավելի հեշտ է կառավարել կամ իրանց ուզած ուղղությամբ տանել եւ այս դեպրեսիան ստեղծում են հենց դրանք այս արդեն 5 տարի է եկեք մի հատ իրար հետ նստենք մի հատ թուղթ ու գրիչ վերցնենք օրինակ ու փորձենք գրել թե բանը ասենք ընդդիմությունը այս 5 տարիների ընթացքում օրինակ ինչ ծրագիր ասենք որն է ազգային ժողովի գործունեությունը որն է օրենսդրություններ մշակել, չէ, օրենքի հետ աշխատել, մեզ ներկայացնել, քննարկումներ անել, իրար դիմադրել, բանավիճել եւ այլն։ Եկեք մի հատ նայենք մեր ընդդիմության գործունեությունը որն է եղել։ Այս 5 տարվա մեջ ինչ մի հատիկ առաջարկ են արել։ Ուրեմն ես ձեզ ասեմ, մի հատիկ առաջարկ եղել է ընդդիմությունից այս 5 տարվա մեջ օրենսդրական մի հատիկ առաջարկ, այն էլ այնքան խնդալու առաջարկ էր, որ անգամ ես չեմ ցանկացել հաղորդման շրջանակներում անդրադառնալ։ Այսինքն շատ վատ առաջարկ։ Ու վсё այդ 5 տարվա մեջ ուրիշ օրենսդրական որևիցե փոփոխություն, որևիցե առաջարկ ծրագիր, որը որ իսկապես մեր պետության շահերից է բխում, երբեք չի ներկայացրել ընդդիմությունը։ Ասեմ ավելին, բացակայությունները անենց թվեր են բացակայել են, պրոստո էդի հələ գրանցված բացակայությունները, բայց ինչքան է եղել, որ եկել են գործի, այդ իրանց այցեքարտը ճտցրել են բանի մոտ, որ անցը ճտցրել են, ասում են, վсё, մենք քաղաքացիական բան ենք անում, չգիտեմ ինչ ենք անում, գնում ենք միտինգի։ Ու վсё գնացել են, բայց էդի ներկայ է գրանցվում, հասկանում եք։ Բայց եթե այն իրական բացակայություններին գումարում ենք նաև այս բացակայությունները, 5 տարվա մեջ մի տարի ազգային ժողովում եղած չկա։ Պատկերացրեցի։ Այսինքն բաներ գոյություն ու այսօրվա դրությամբ եկել են ներկայանում են դարձյալ ժողովրդին ու դարձյալ ասում են եկեք մեզ ընտրեք մենք չգիտեմ ինչ անենք ախպեր անեք այնքան ինչքան որ կանեք ընդդիմությունը քար չկա որ գիտեք ինչ ընդդիմությունը նույնպես իշխանություն է ժողովրդի ընտրությունն է դու ազգային ժողովում ես մանդատ ունես ինչ կապ ունի որս ում եք ընտրել բայց դու իշխանություն ես դա ընդդիմության իշխանությունն է Հիմա դու որպես ընդդիմության իշխանություն ինչ գործունեություն ես ծավալել, որ այսօր եկել ես, ասում ես էլի մեզ ընտրեք, չգիտեմ ինչ անենք։ Այս սա է հարցը։ Ու կան մարդիկ ճիշտ է շատ չնչին տոկոս, բայց կան այդ մարդիկ, որ ասում են, հա, մենք իրանց ենք ընտրել։ Ինչի համար, ինչ ես տեսել։ Որպես թող ոչինչ, որպես ընդդիմություն բաներ առաջարկեին, չընդունվեր, հալածվեն, չգիտեմ, դուք տենց բան եք տեսել։ Չէ, եկել են կանգնել են, գորգորացել են Երբ որ կառավարության հետ հարց ու պատասխան ա եղել, իրանք փախել են, գնացել են, այսինքն այն ինչը որ իրանք կայքերով, ոնց որ ես ունենամ մի հատ կայք, այդ կայքը առավոտից իրգում Պողոսին քննադատի, որ Պողոսը դավաճան է, օրինակ։ Հետո ես ունենամ հնարավորություն ժողովրդի առաջ ու Պողոսի հետ հանդիպեմ, ունենամ հնարավորություն դրա մասին խոսելու, բայց չխոսեմ։ Ոչ մի բան չխոսեմ։ Հետ գամ էլի այդ կայքը անընդհատ գրի դավաճանա դա։ Պողոսը դրանով դավաճան է դա։ Չէ, դրանով դառնում եմ ես վատ բան անող մարդ։ Շարանող մարդ, տենց է դառնում։ Շիրակ ջան, մենք պիտի հասկանանք, որ ասում ենք ինձ ազգ ասես մեր դեմ հելելը, եթե այո, կա այդպիսի բան, բայց իսկ դա ինչից է գալիս։ Նախ մենք ազգով չպիտի նայենք, պիտի նայենք պետական արտաքին դիվանագիտություններով։ Որքան որ մենք ունենք պետական արտաքին դիվանագիտություն, այդքան ունի Ադրբեջանը, այդքան ունի ցանկացած մի հատ երկիր։ Ուրեմն մենք ցավոք սրտի մի 30 տարի արտաքին դիվանագիտություն չենք կառուցել։ Մեր արտաքին դիվանագիտությունը եղել է հետևյալը. ռուսը ոնց ասի։ Այսինքն մենք Ռուսաստանի հետ, Ռուսաստանին ընդունել ենք սվերխիստեսություն, չգիտեմ ինչ, ու էլ ոչ մի երկրի հետ չենք խոսել։ Որ երկիրը ուզել է մեր հետ խոսի, ասել ենք ռուսների հետ խոսեք ախպեր։ Մենք հիմա այս մի քանի տարի առաջին անգամ ունենք առհասարակ մեր արտգործնախարարներին մենք չենք նշանակել, Ռուսաստանն է նշանակել, սա բառացի եմ ասում, ոչ թե նկարագրությունը, չափազանցությունը, այլ իրականության մասին եմ ասում։ Մենք առաջին Արարատ Միրզոյանը, տես, օրինակ Արարատ Միրզոյանից առաջվա արտգործնախարարին Բրոդի Նիկոլներ չնշանակել, բայց հավատա դրան էլ էր Ռուսաստանը նշանակել։ Արարատ Միրզոյանը միակն է, որ նշանակվել է իշխանության կողմից իշխանության ներկայացուցիչը։ Ու բազմավեկտոր քաղաքականությունը ընդունված է որպես ընդհանուր ռազմավարություն։ Իմի այս ամեն ինչի մեջ մենք առաջին անգամ բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում եւ մեզ մյուս երկրների դեսպանները նույնպես փորձում են աշխատել։ Բոլորը չէ։ Կան դեսպաններ անգամ միջև որ իրանց բաներն են անցնում արդեն,
չափերն են անցնում, մեկը կա հաստատ ես գիտեմ անձնական երկխոսության մեջ էլ հետը եղել եմ ու ինքը հեսա պիտի թռնի իր պոստից, որովհետև ինքը իր դիրքը պաշտոնեական չարաշահել է ու չարաշահել է իմ հետ երկխոսության արդյունքում, բայց մեր դեսպանները հնայինք աշխարհի որ երկրներում ենք ունեցել, ֆիքսիվ այն մեզ իմացած տեղերը անպայման ունեցել ենք, Ֆրանսիայում, Ամերիկայում, բայց իրանք դերակատարում չեն ունեցել։ Մյուս տեղերում դեսպանները եղել են սեփական գրպանը լցնողներ, ընդամենը ոչ մի այսօր էլ որ ասենք որ սա լավ է, այդքան էլ դեռ չի, բայց գնում է դեպի դրան ու արդյունքները արդեն տեսանելի են։ Ասենք օրինակ Միացյալ Նահանգներում Մալկոնսը որպես դեսպան հիանալի աշխատեց, հիանալի։ Մենակ Մալկոնսը չէ, օրինակ Ռումինիայի դեսպանը մեր, որը հիմիկվա դեսպանը չէ նախորդը, թույն դեսպան էր, որ ոչ մի բանից ստեղծեց այնտեղ բան դիվանագիտական ներկայություն, ոչ մի բանից, լուրջ եմ ասում, շատ բաներ են։ Իրանում մեր դեսպանը մի խոսքով 1000 բաներ կա։ Ու մենք այս բազմավեկտոր քաղաքականության մեջ հիմա պարկասու գլուխ ենք անում, քանի երբևէ։ Ու դա մեր պետության շահի համար է։ Մենք եթե պիտի գնահատենք որն է մեր սիմպաթիայով, որը անտիպաթիայով, ուրեմն մեր երկիրը վարի է գնում։ Մենք պիտի ռեալ ընկալենք, որ ինչ գործունեություն ունի ծավալելու, ու այդ գործունեությունը որքանով է արդյունավետ իրականացնում։ Մենք դες պիտի գնահատենք։ Ու մի բան փաստ է։ Մենք մինչև պես չենք ունեցել պետություն, չենք ունեցել նման պետություն, չենք ունեցել պետություն, որին աշխարհում կընկալեն որպես պետություն։ Չի եղել այդպես բան։ Ու հավատացած եղեք, մինչև հունիսի 7-ը շատ լավ բաներ ա լինելու, շատ լավ բաներ ա սպասվում։ Սրան հավատացած եղեք։ Հունիսի 7-ին չնայած ինչ որ մի պայից ես միշտ ասել եմ, որ անդառնալիություն պետք է որ անցել ենք, որովհետև մարդիկ կան ինչքան էլ լավ բան անես, միևնույնն է իրանք կարծում են դա այդպես էլ պիտի լիներ։ Ու մեկը չի ասում, իսկ եթե տենց էլ պիտի լիներ, ինչի դա 10 տարի առաջ չէր լինում, 20 տարի առաջ չէր լինում, 30 տարի առաջ չէր լինում, որովհետև մեզ խաբում էին, ասում են, քանի որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք, դրա համար էլ այս բանը սենս չի։ Հետո նայում ես, որ այդ նույն պատերազմական վիճակի մեջ լինելով ամեն մեկը դարել են դոլարային 100 միլիոն դերեր, բայց պետությունը իրականում դարձրել են պրոքսի, չգիտեմ, ծայրագավառ։ Այն որ Ագնես Ախամոյանը փորձում էր հարթարացնել Ռոբերտ Քոչարյանին, թե վայ նրան երբեք միութենականության մասին չեն առաջարկել են ինքն էլ դա ընդունել է ու ընդունել է գործողություններով։ Այ ոնց էր Մեդվեդևը մի այստեղ էր, չէ, Հայաստանում էր հանդիպման ժամանակ, երբ որ Փաշինյանը ասեց, ես դեռ հեղափոխությունից հետո այդ պատերազմը չկա, ասեց ես սվոյ եմ, էլի, մենք ենք էլի, ուրիզերնի նայեք, ինչ ասեց բանը Մեդվեդևը, ասեց մենք մերոնց գործողություններով ենք ընկալում։ Իսկն բան էր պահանջում, որը Նիկոլը չտվեց։ Այդ դրա համար էլ այսօր փորձեցին ջարդել նրա գլխին։ Մինչև հիմա նրան դիտարկում են թշնամի։ Հիմա հարց եմ տալիս, մեր թշնամու թշնամին, մեր ի՞նչն է։ Մեր թշնամին մեր բարեկամն է։ Չէ, այդպես է, չէ, ընդունված ընկալում։ Ուրեմն այդպես։ Այնպես որ պետքա ուշադիր լինել, պետքա պայքարել, աշխատել, կլինեն բաց թողումներ, կլինեն դժգոհություններ կապված տեմպի հետ, բայց մի բան հաստատ է, որ վերջնահաշվով նպատակը լավ բանի մասին է, ոչ թե անձնական բանի մասին է, այլ լավ բանի մասին է, եւ ես այդ մասով հավատում եմ։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, այնպես որ եկեք 1000 դարձյալ թույլ տվեք ներողություն խնդրել մի բան որոշակի սորտերից Հայաստանի Հանրապետության այն շատ փոքրամասնությունության վրա ներվայնանալուց ես մի փոքր այլ կերպ էի եթերը պատրաստել հասան իրաց նպատակին, այո, բայց այնուամենայնիվ դրանով նաև ես հասա իմ նպատակին, իրենք ամեն օրով ի ցույց են դնում իրանց պիտակը, իրանց արժեքը, գնա պիտակը, ինչ արժի, հասկանում եք, ես էլ դա եմ չէ ի ցույց դնում վերջին հաշվով, ու կարելի էր թեմաներ կար խորանալ, բայց կարևորը այն էր, որ պետք է այս պաշտոնական բաները նկատել, գնահատական տալ ու անցնել առաջ։ Մեր դիտումներով ու տարածումներով էլ թույլ չտալ, որ նրանք կարողանան մեծամասնություն կազմել մեդիա տիրույթում։ Սա է ընդհանուր առմամբ։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ եթերը դիտելու եւ տարածելու համար։ Խոստանում եմ կփորձեմ հնարավորինս քիչ ունիցս դուրս գալ, այնպես որ հասկանում եմ մարդիկ էլ կան, որ շատ դեպքերում չեն տարածում, որովհետև գիտեն, որ ունից ինչ-որ բայ դուրս կգամ ու չեն ընդունում։ Ես հասկանում եմ այդ մարդկանց ու շատ հարգում եմ, բայց հավատացեք, ամենօրյա ռեժիմով աշխատելու ժամանակ դա միշտ չի, որ կարա հաջողվի որևիցե մեկի մոտ։ Դա է։ Այնպես որ այո, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի անկախությունը, ի հեճուկս վիճոկ, պիճոկ, միճոկների
ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։ Բարի գիշեր ձեզ։